Այսօր փաստորեն Նյու Յորքում աշխարհին հետաքրքրող կարևորագույն հարցեր են քննարկվում, եւ այս քննարկումների մեջ իր առանձնահատուկ տեղ ունեն բարձր տեխնոլոգիաները եւ արհեստական բանականությունը։ Մեր համար առանձնահատուկ է Հայաստանի Հանրապետության համար այս տարվա մասնակցությունը, որովհետեւ մենք մասնակցում ենք արդեն խաղաղ երկիր ունենալու լիարժեք երաշխիքներով։ Ես չեմ ուզում ասել լիարժեք խաղաղ ապրող երկիր ենք, բայց այդ հնարավորությունը արդեն շատ տեսանելի է։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել է մի կարևորագույն փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության համար եւ տարածաշրջանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը տեղի ունեցել եւ հավատացնում եմ ձեզ, որ շատերը թերահավատ են, որ հնարավոր է ընդհանրապես համաձայնագրի ստորագրել, բայց Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփը կարողացավ դա իրականություն դարձնել։ Իր անձնական մասնակցությամբ տեղի ունեցավ այդ պատմական փաստաթուղթի ստորագրումը եւ բացի դա մի փաստաթուղթ ստորագրվեց երկու երկրների ղեկավարների կողմից եւ նաեւ պարոն Թրամփի ստորագրությամբ, որով երկու երկրները պարտավորություն ստանձնեցին ըստ էության տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին։ Ես կարծում եմ, որ սա պատմական էր ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համար, այլև տարածաշրջանի, ինչու՞ չէ նաեւ աշխարհի համար։ Մենք հնարավորություն ենք ստացել խաղաղ միջավայրում ստեղծագործական աշխատանքով զբաղվել։ Մենք որպես երկիր չունենք բնական ռեսուրսներ։ Ես հատկապես նկատի ունեմ գազ, նավթ։ Մեր միակ հարստությունը մեր մարդիկ են, մեր միտքը, մեր գիտելիքը, եւ մենք պարտավոր ենք օգտագործել դա հանուն մեր երկրի բարեկեցության, անվտանգության։ Դա է պատճառը, որ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում կրթությանն ու գիտությանը։ Լրջագույն ներդրում ենք անում հատկապես բարձր տեխնոլոգիաներում եւ այն հաջողությունները, որ ձեռք են բերվել, ապացուցում են, որ մենք պետք է դա շարունակենք այդ ուղղությամբ։ Եվ պատահական չի, որ նույն օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների հետ մենք հուշագրեր ենք ստորագրել 3 հուշագիր, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Փաշինյանը եւ Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփը։ Առաջինը վերաբերում է խաղաղության խաչմերուկ նախագծի աչակցմանը։ Ես այսպես ցույց տամ ուղղակի։ Խոսքը գնում է այս ընդհանրապես փոքրիկ կտորի մասին, 42 կիլոմետր, որը պետք է կառուցվի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ եւ ծառայի ամբողջ տարածաշրջանին, ինչու՞ չէ նաեւ ամբողջ աշխարհին, հատկապես արևելք-արևմուտք կապերը հաստատելու համար։ Երկրորդ հուշագիրը վերաբերում է էներգետիկայի բնագավառում մեր համագործակցությանը եւ երրորդը այն հարցին, որի համար դարձել է այսօր աշխարհում համար առաջին քննարկող թեմաներից մեկը արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների արտադրության։ Եվ մենք այս աշխատանքները պետք է կատարենք Միացյալ Նահանգների հետ միասին։ Ես կարող եմ վստահեցնել ձեզ, որ իսկապես մեզ համար դա մեծ նշանակություն ունեցող հուշագիր է, որտեղ մենք կարող ենք մեր գիտելիքը, մեր փորձառությունը միասին օգտագործել Միացյալ Նահանգների ձեռք բերված հաջողությունների հետ այդ բնագավառում եւ ամենակարևորը դրանք ծառայեցնել խաղաղությանը։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով առաջին իսկ օրվա պատերազմից մինչև հիմա ականատես է այնի բոլոր իրադարձություններին, որ տեղի են ունեցել անկախ Հայաստանում, ով եղել է մի երկրի մայրաքաղաքի քաղաքապետ, որը չի ունեցել լույս, ջուր, գազ, տրանսպորտ, ով անմիջապես ականատես է եղել ցավոք սրտի տասնյակ հազարավոր մարդկանց զոհերի, թույլ կտամ ինձ մեկ անգամ եւս կրկնել, որ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությանը, ես կարծում եմ մեզ բոլորիս աշխարհի բնակիչներից հարկավոր է խաղաղություն։ Միայն խաղաղությունն է, որ նպաստում է ստեղծագործ աշխատանքին։ Միայն խաղաղությունն է, որ հնարավորություն է տալու մեզ զարգանալու։ Միայն խաղաղությունն է, որ մեզ հնարավորություն է տալու նաեւ տեխնոլոգիական այսօրվա հաջողությունները կամ ձեռքբերումները ի նպաստ օգտագործել երկրների մարդկության զարգացմանը։ Ես շնորհակալություն եմ հայտնում Միացյալ Նահանգների նախագահին, Միացյալ Նահանգների ադմինիստրացիային, կառավարությանը այս աջակցության համար Հայաստանի Հանրապետության, որով հնարավորություն է տվել մեզ լիարժեք խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Թող աշխարհում լինի խաղաղություն։ Thank you very much.